Ողջույն հայրենակիցներ, Լոս Անջելեսի Alpha News-ի տաղավարում այսօր խոսելու ենք Ամերիկայի համայնքում քրեական տրամադրությունների մասին, ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի գործեր կան, ինչպիսի աղմկահարույց ուրեմն հարցեր են եղել հայ համայնքում եւ ընդհանրապես ինչպիսին է քրեական իրավիճակը մեր համայնքում։ Իմ զրուցակիցը Մարինա Սամսոնն է, քրեական գործերով ԱՄՆ փաստաբան, Samson Law իրավաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավար եւ Սահմանադրական իրավունքի պրոֆեսոր։ Ողջույն Մարինա եւ շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Ողջույն Արթուր, շնորհակալ եմ հրավերքի համար։ Վերջերս ես միտեղ կարդացի, որ մոտարապես 30,000 բանտարկյալներ կան միայն Կալիֆոռնիայում։ Դա ընդհանրապես գնահատական էր իհարկե, կոնկրետ ստույգ չկա երևի, բայց որքանով է դա իրականությանը մոտ։ Կոնկրետ ստատիստիկա չկա, որովհետև հայ կատեգորիա այդպես դեռ ամբողջովին, այսպես ասած, recognize չի, so հայերը անցնում են ֆեդերալ եւ նահանգային դատարաններում որպես սպիտակների կատեգորիա, չնայած հիմա որոշակի փոփոխություններ ա եղել նահանգի level-ով, բայց դժվար այդ ստատիստիկաները պահել, բայց մոտավորապես 20-ից 30,000 կա, բայց կոնկրետ թիվը դժվար է։ Մոտավորապես, եթե հաշվենք, որ օրինակ Կալիֆոռնիայում 1 միլիոն հայ է ապրում, էլի մոտավոր գնահատական է, դա 2.5-ից 3% է կազմում, հա, այդպես ասենք։ Այո, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ 1 միլիոնը մենք ասում ենք, դա պետական գրանցվածի մասին է խոսվում, անօրինականները չկան։ Անօրինականները եթե գումարվի, այո, դա ավելի մեծ թիվ է լինում։ Իսկ դա եթե համեմատենք այլ ազգիների հետ, դա մեծ թիվ է, թե ավելի փոքր։ Հարաբերական ամեն ինչը։ Այսինքն որքանով ենք մենք կրիմինալ համատած օրինակ լատինական ամերիկացիներին։ Համատած սևերի եւ լատինական ամերիկացիների հետ մենք շատ փոքրամաս կրիմինալ ենք համարվում, բայց հայերը ինչ են շատ ուշադրություն գրավում, որովհետև կենտրոնացված ենք ապրում։ Այսինքն հիմա Օհայոյում գնաք հարցնեք հայերի մասին, դժվար թե իրենք հասկանան։ Այսպես ասած աղմուկը լինում է, երբ որ համայնքները կենտրոնացած տեղերում են ապրում եւ ավելի շատ ուշադրություն են գրավում ոստիկանական ուժերի ֆեդերալ բյուրոների կողմից, այսպես ասած FBI, այսինքն ուշադրություն է ինքը գրավում այդ կենտրոնացումը, բայց ընդհանրապես հարաբերականով սևերը եւ լատինական ազգերը ավելի մեծ կրիմինալ ռեկորդ ունեն, այսպես ասած։ Սպիտակների հետ համեմատ, որոնք ամենափոքր այսպես կրիմինալ անցյալ ունեցող, այսինքն թվով, երբ որ այդպես վիճակագրությունները ես կարդում, սպիտակները թերևս ամենափոքրն են, քիչն են։ Գիտեք, Արթուր, ինչն է տարբերությունը, ինչպես որ այսինքն սևերը եւ լատինական ազգերը շատ ավելի նախընտրում են վայրակ հանցագործություններ, երբ հայերի մոտ ասենք հիմա մի քիչ ավելի շատացել է վայրակ, ավելի խարդախություններ, ավելի այսպես կոչված, ինչ որ ես practice եմ անում, white collar crime-ա դա կոչվում, so ասենք այն ազգերը հայերի նման, Eastern European ազգերը, Միջին Արևելքի, իրանք ավելի խարդախությունների, փողերի, բանկային նմանատիպ, այսպես ասած, խելացի հանցագործությունների մեջ են ներգրված, այդ հանցագործությունների նախընտրություն չեն տալիս պետական ուժերը, երբ որ կրիմինալը բարձրանում է, առաջինը գնում է նարկոտիկը, վայրակ հանցագործությունները, այսպես ասած փողոցային հանցագործությունները, որը մարդկային կյանքերին է վնաս տալի։ Սրանք երկրորդ անգամ են գնում, մինչև որ դաշնային ուժերը ներառվում են, սկսում են այսպես ասած թիրախային այս ֆինանսական հանցագործությունների դեմ առնել, բայց լինում են նաև հայբրիդներ։ Հիմա հայկական համայնքի մեջ դա դուրս է եկել հայբրիդային տեսակ, դրա համար շատ ավելի ուշադրություն են գրավում։ Սպիտակները գումարներ ունեն, կապիտալիստներն են, կապիտալիստների հանցագործությունները շատ տարբեր են։ Շատ ավելի բարձր է։ Այո, գումարային է, նախընտրություն չի տալի։ Ֆինանսական խարդախություններ են նական։ Եվ նաև ուշադրություն շատ չի գրավում, ասենք հիմա մարդը տունը նստած չի նստում, մտածում թե քանի բիլիոն Նյու Յորքում, Մանհետոնում, ասենք գողացան այդ ֆինանսիստները, անգամ չեն էլ գիտակցում դա մարդիկ, էս ինչ է կատարվում։ Այո։ Ես նաև մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ Մարինան աշխատել է նաև պետական համակարգում, դատախազական, հա, եւ բնականաբար առնչվել եք այդ գործերի հետ, մի թեթև արդեն ասացիք, թե ինչ կարգի հանցագործությունների համար են հայերին ձերբակալում եւ դատում, խարդախություններ, իսկ այլ ինչ կարգի, օրինակ կազմակերպված հանցավ վերջերս, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, երբ որ կազմակերպված հանցագործ խումբ
ձերբակալեցին, FBI-ը մտավ ուղղակի տունը եւ ձերբակալեց, ընդ որում 2 խումբ։ Դրա այդ դեպքերը շատ են հայ համայնքում։ Հիմնականում բացի խարդախությունը ինչ կարգի այլ հանցագործություններ են նկատվում հայերի մոտ։ Ուրեմն հայերի մոտ ինչպես ասեցի, դուք ճիշտ եք ասում։ Ես իմ աշխատանքը սկսել եմ Միացյալ Նահանգների պետական մարմիններում, so իմ անմիջական առնչությունը եղել է պետության կողմից եմ ներգրաված եղել ոստիկանությունում, հետո շրջանային դատախազությունում, հետո ֆեդերալ դատախազությունում, որ անմիջական առնչվել եմ այս հանցագործությունների եւ federal agency-ների, այսպես ասած FBI-ի եւ իրենց հետ կապված Secret Service կոչված հետախուզական, հետաքննչական մարմինների հետ, so հայկական համայնքը կոնկրետ որոշակ ժամանակը մեկ լինում են հայբրիդ ասած այսպես հանցագործներ, ինչպես որ դուք նշեցիք, մայիսին տեղի ունեցավ այդ մեծ, այսպես ասած, թիրախային 2 խումբ, այո, 2 խումբ եւ մոտավորապես 40-ից ավել այսօր հայկա միայն ֆեդերալ բանտերում, չէ, հենց Լոս Անջելեսի բանտում, միայն այդ գործով, so ինչպես են մոտիկանում, մեղադրանքները շատ խիստ մեղադրանքներ են, շատ ծանր մեղադրանքներ են։ Դուք ծանոթ եք այդ գործին։ Այո, ծանոթ եմ գործին, մեղադրանքներին ծանոթ եմ։ Մի քիչ մանրամասներ հաղորդել։ Այո, ինչ են անում։ Օրինակ, Միացյալ Նահանգները ունի օրենքներ, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվել են, որովհետև ինքը կապիտալիզմի հիման վրա ձևավորված օրենքներ են, որոնք որ շատ տարբեր են, այն ինչը որ հայերը, ովքեր որ Միջին Արևելքում, նաև նախկին Սովետ Միությունում եւ այսպես կոչված արևելյան Եվրոպայում ձևավորված հանցագործություններից շատ տարբեր, որովհետև իրանց գաղափարի մեջ ինչը որ պետության հետ կապ ունի, բանկերի, ֆինանսական համակարգերը, դա չեն պատկերացնում, որ դա կարա լինի շատ ծանր հանցագործություն եւ մեծ հետևանքներ ունենա։ Այսինքն, եթե դուք հիշում եք, հիմա կբերեմ նորից հետ կգամ ձեր մայիսին, բայց 2009-10-11 թվականներին նմանատիպ ամենամեծ բաներ խումբներ, եթե չեմ 107 հոգի 100-ից ավել խումբեր, մեղադրանքները 100 միլիոնից Medicare fraud-ի հետ էր կապված, բայց նաև ներառված էին, այսպես ասած, քրեական աշխարհի ավտորիտետներ, մեծեր, դա առաջիններից մեկն էր, որ թիրախային այսպես ասած հարցակում եղավ համայնքի վրա, ինչ օգտագործեցին, կոչվում է RICO, հանցագործություն, racketeering, influenced հանցագործություն, որը հնարավորություն է տալի պետությանը թիրախային մոտիկանալ եւ ներգրավել շատ ավելի մարդ, քան թե սովորական խմբակային հանցագործություն։ Խմբակայինից շատ ավելի խիստ է ինքը, որովհետև խմբակայինը խմբը 2 եւ ավել մարդ կոնսպիրացիայի մեջ հանգեցում, որպեսզի հանցագործություն։ Սա ավելի մեծ է։ Սա կոչվում է enterprise, այսպես ասած, այս վերջի մայիսին որ եղավ այդ 2 խումբերի, երկուսին էլ այսպես ասած enterprise են ասում, այսինքն ասում են կազմակերպություններ, այսինքն corporation-ներ են, իրանց լիդերներով, որոնք որ ներգրաված են, մեղադրանքներն են ասում, որ ունեն լիդերներ եւ նաեւ մեղադրում են, ասում են, որ այս խումբերի մեծերը փորձել են փոխարինել նախկին այստեղ եղած, այսպես կոչված հանցագործ աշխարհի Tiffin Law-ին, այսինքն այդպես կոչված օրենքով գողերին են փորձել ինչ որ ձևով հայ օրենքով գողերին, որը որ ժամանակին 10 տարի առաջ Միրզոյան Թերջանյան այդ կազմակերպությունը այն ժամանակ այդպես էր կոչվում, որ մեղադրեցին մարդիկ, ասենք դատվեցին 35 տարի եւ Ցմա։ Իդեպ ինչպես վերջացավ։ Հիմա այդ 107 հոգուց քանիսն են նստած։ Շատ շատերը նստեցին, հիմնական մեծերը Միրզոյան Թերջանյանները 30-ից ավել դատվեցին, շատերը դեռ Միացյալ Նահանգների բանտերում են։ Ոմանք արտաքսվեցին, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Միրզոյանին, այո, մյուսներին։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի մեջ որ մեղադրում էին գլխավոր այսպես կոչված Tiffin Law-ին կամ օրենքով գողին, իր վրա ընդհանրապես դրեցին racketeering-ի conspiracy, որտեղ այդ մարդը ինքը իրանով չէր անմիջական ներգրավել, so կոնկրետ իր այդ պոզիցիան, իր կարգավիճակը վերցրեցին եւ իրան Մանհեթենում դատվեց 37 ամիս, որից հետո իր որոշակի ժամանակ բանտում անցկացնելուց հետո վերադարձավ, բայց պայմանականի ժամանակ ինչ որ խախտում էր եղել եւ մարդուն դեպորտ արեցին։ So այդպես գլխավորներին են էլի թիրախային։ Հիմա այս նոր մայիսի եղածը նորից նույն ձևի
մեղադրանքներ են, բայց շատ ավելի խիստ նմանատիպ քեյսեր են, նորից մեջը կա ֆինանսական հանցագործություններ, կոնսպիրացիաներ, տիպիկ ամերիկյան հոդվածներ, wire fraud, bank fraud, ասենք հիմա Հայաստանից եկած կամ օվկիանոսից անկողմից եկած մարդը չի պատկերացնում wire fraud-ը կամ mail fraud-ը ինչ է, ասենք 5 հոգով իրար հետ մեծացած մարդիկ են, ինչ որ ֆինանսական գործարքներ են անում, մեկը խախտում է անում, մնացած մի 20 հոգի գալիս են տանում են մարդկանց, հələ մի քանի հոգի էլ սկսում են, այսինքն ինքը ասենց քանսերի նման սկսում է տարածվել, այսինքն սարդի նման, որոշ մեղադրանքներ կան, կապացուցեն, միգուցե կապացուցեն, բայց որ ինքը ընդհանուր մեծ շատ լուրջ էր մոտիկանում եւ մեջը չափազանցություններ կա։ Այո, որովհետեւ ձևակերպումը, եթե չեմ սխալվում, international, այսինքն միջազգային անցախումբ այդպես են ձևակերպում։ Այո։ Այնտեղ նաեւ ասում են բացի հայերից, նաեւ նախկին խորհրդային միության հատկապես Ռուսաստանի օրենքով գողեր եւ այլ այդպիսի որակումներ էին տալիս։ Դե դա միշտ էլ տալիս են հնարավոր ինչա, որովհետև նայեք, դրսից եկած փոքրամասնություններ իրանք դեռ այդ կապերը ունեն։ Օրինակ 2011 թվականի այդ մեծ հանցագործական խմբի մեջ ամենաառաջինը մեղադրանքը սկսվում էր, որ այս մարտիկ, այս կազմակերպության մեծերը, այսպես ասած Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի ու անմիջական ինչ են անում, տրամադրվածությունա որպես օտարի նկատմամբ։ Երբ որ այդ ձև են մոտիկամ, ասում են իրանք այս խարդախություններ արել են, այս հանցագործություններ արել են, Medicare-ին 100 միլիոն բիլ են արել, որը որ հետագան պարզվում է, որ 100 միլիոն չէր, 37 էր, բայց դա բիլ արածներ, կոչվում է։ Բավականին չափազանցվածություններ կա մեջը, բայց ինչ է անում, որպես փոքրամասնություն, որպես ասենք խմբային, ինքը արդեն անմիջական թիրախավորում է եւ մարդուն չանց չի տալի։ Օրինակ հիմա եթե ես գնամ դատանում այդ մարդուն փորձեմ պաշտպանել, 12 ամերիկացու առաջ դուք պատկերացնում եք, ասում այս մարդը գողացել այսքան ձեր պետությունից ու Հայաստանում կալվածք է գնել, ուղարկել են այնտեղ Ռուսաստան են ուղարկել, սա անմիջական տրամադրվում են ամերիկացիները, ասենք փոքրամասնությունների նկատմամբ։ Այդ միլիոնները, որ գողացել են, այսինքն ենթադրաբար, որ մեղադրվում են, դա ինչպես է արվում, տարբեր ֆիրմաների միջոցով, թե կոնկրետ մի ֆիրմա այդքան բիլ արել եւ խափել է ըստեյության պետությանը։ Չէ, այդքան ինչպես է այդ աշխարհ, այսինքն կոնկրետ մեղադրանքը ինչպես է հիմնավորվում։ Կոնկրետ բացվում են տարբեր կամպանիներ, որոնք աշխատում են, տալիս են որոշակի այսինքն հոսպիսներ, հոմքերներ, ժամանակին այն ժամանակ, որ այդ մեծ գումարները եղավ, այն ժամանակ դա դեռ medical clinic-ներ են, supply-ներ են, տարբեր բժշկական բիզնեսներ են, որոնք որ միշտ եղել են, միայն հայերը չեն դրա մեջ ներգործած, հիմնականում եվրոպական ազգերն են, միջին արևելքի շատ ավելի ինքը այդ ուղղությամբ է գնում, ասենք լատինական եւ սև փոքրամասնությունները իրենք ուրիշ ուղղությամբ են, այսպես ասած ամեն մեկը մեկից սովորում է, իր խումբը ունի եւ կապված ասենք որտեղից են գալիս։ Հիմնականում բացվում են կամպանիներ, որոնք որ պետք է սերվիսներ տան, բժշկական, ծառայեն, ասենք մեծահասակներին, կարիքավորներին, ունեցողներ, որը որ անմիջական մուծվում է պետության կողմից։ Պետությունը այդքան մեծ հնարավորություն չունի ամեն մի թուղթը, ամեն ինչը հետևելու։ Ինչպես որ նաև մեր հարկային համակարգն է, չէ, ամեն ինչը չեն ստուգում, ինքը անոր համակարգի մեջ է։ Դու ուղարկում ես, ինքը քեզ վճարում է, բիլ ես անում։ Այդ ձևով տարբեր հիմնելով տարբեր կամպանիներ, այդպիսի բժշկական կենտրոններ սկսում են պետությունից այդ գումարները ավելի շատ ուզ, ասենք մեկի տեղը 10 հատ են բիլ անում, կամ ասենք մարդիկ, որոնք որ դեռ այսպես ասած qualified չեն, որպիսի նման ծառայություններ ստանան, բժիշկները խումբ է դառնում, բժիշկ, nurse, բիզնեսատեր, billing, բոլորը միասին ինչ որ մտածում են լավ, այս մեկին էլ մի քիչ ավել կգրենք, մի քիչը գալիս է հասնում է արդեն որոշակի միլիոնների, որը որ սկսում է պետության ուշադրություն գրավել, բայց ինչ է լինում, երբ որ որևիցե բիզնես ինքը իր մեջ սկսում է էլեմենտներ լինել, որտեղ որ կարա ինքը այսպես ասած օրենքի խախտում լինի, ինքը սկսում է արդեն իրան գրավիտացիա անել կիսահանցագործ խմբեր։ Դա ձևավորվում է, այսինքն internal order of control, այսինքն
կիսակրեական ինչ որ աշխարհ ձևավորվում, որ ասենք այդ մարդը, որ այդ բիզնեսի մեջ է, ինքը պաշտպանության համար չի կարա զանգի FBI-ին կանչի։ Օրինակի համար ասենք մարիխուանա ռեկետետ գործ ունի, այսինքն գնում ասում է դու ինձ պիտի մուծվես, որ ես քո բիզնեսը պաշտպանում եմ։ Այսինքն լինում է illegal organization, այսինքն եթե FBI-ն ու պետությունը ինքրանք legal ռեկետն են, գալիս են ասում են պիտի թակ մեր, այսպես ասած, պետական գումարը, այս արդեն illegal-ն է։ Այսինքն իրանք դեռ այդ ոչ զենքը, ոչ բաժետ չունեն։ Այդպեսի մի դեպք էին պատմում, մի դեպք, երբ որ ես նոր եի եկել, պատկերացում չունեի դա ինչ է։ Ասում են, որ մի այդպես սփյուռքահայ, որը շատ երկար տարիներ Միացյալ Նահանգներում մի փոքրիկ խանութ է աշխատացնել։ Եվ այսպես ասած մեր հայ գողականները կամ չգիտեմ gang member-ները եկել ասել են որ հոպար ջան դու ինձ պիտի մուծվես։ Ինչի համար տղեկ ջան որ քեզ տիրություն անենք։ Ասել է ես արդեն ինչ որ մեկին մուծվում եմ։ Ուզում եք բերեմ դուք իր այդ որոշեք որ մեկիդ իմ համար մեկա ում կտամ, ասում ա բեր հոպար։ Զանգում է FBI եւ գալիս են մի անգամից հավաքում են։ Այսինքն հիմա ըստ էության մարդիկ վախենում են պետությանը զանգել, թե ինչ է, ինչ է։ Իհարկե, եթե բիզնեսի մեջ գոյություն ունի քրեական էլեմենտներ, ախր մյուս խնդիրներն է, որ մարդիկ շատ չեն գիտակցում, նորից հետ գնալով, ասենք cultural mentality-ը շատ կապ ունի։ Մարդիկ չեն գիտակցում, որ սա հանցագործություն է, որի համար, որ իրանք կարող են գնալ բանտ 10 տարի, 20 տարի, 30 տարի, առանց մարդ սպանելու, առանց մարդ ծեծելու, գողանալու։ Եվ դա կարա լինի կին, դա կարա լինի մեկի մաման, մյուսի կինը, հասկանում եք, սա մի բան է, որը արդեն համակային մտածելակերպ, այսինքն կենտրոնացված ենք, մենք մեզանով հավաքված այս մի քանի քաղաքներում, Ամերիկայից ամբողջովին կտրված, մենք մեզ այսպես բաբլի մեջ ապրում ենք, չգիտակցելով, որ սա լուրջ է նայվում, սա ասենք ամերիկացին երբ որ գալի տեսնում է, որ ասենք սովորական FBI էջենտը առնա 95-ից մինչև ամենաբարձրագույն աշխատավարձը 160,000-ն է։ Այդ մարդը գալիս է հետախուզություն անում, հետևում է եւ տեսնում է մարդիկ պետական օգնություններ են ստանում, բայց ասենք իրանք մի ամսում են այդ գումարները վերցնում, այսպես ասած, բժշկական բիզնեսներից, կանաբիս բիզնեսներից եւ նմանից դա արդեն դառնում է անձնական մոտեցում, որը որ չեն գիտակցում այս համակները, որ թիրախային կլինի։ Մարինա, մի ոլորտ էլ կա, միգուցե հետագայում մենք կարողանանք ավելի մանրամասներ առիթներ լինի կոնկրետ դեպքերի մասին խոսել, բայց մի ոլորտ էլ կա։ Դա COVID-ից հետո, ուրեմն երկու տեսակի ֆինանսներ շրջանառվեցին։ Մեկը դա ուրեմն գործազրկության նպաստներն էին, unemployment EDD-ները, որ բոլորը համատարած այո։ Եվ մյուսը բիզնես վարկերն էին, SBA լոները, հա, վարկերը։ Այսինքն շատ մարդիկ հիմա պարզվում է, որ մի կողմից ասել են, որ մենք շատ ուժեղ բիզնեսմեն ենք, 100, չգիտեմ, քանի հազար աշխատողներով եւ այլն փողերը ստացած։ Մյուս կողմից ասել են մենք սոված մեռնում ենք, մեզ հաստվեք։ Եվ վերջերս ես կարդում եմ, չգիտեմ հայկական համայնքում ոնց է, հենց դրա մասն եմ ուզում ձեզ հարցնել, բայց ամերիկյան ընդհանուր բավականին մեծ այդպիսի խարդախությունների դեպքեր են բացահայտվել։ Հիմա արդյոք պետությունը այդ ուղղությամբ աշխատում է եւ թիրախավորված է նաեւ մեր համայնքը։ Այո, անմիջական թիրախավորված են բոլոր համայնքները եւ հատուկ փոքրամասնությունը, որովհետեւ հիշեք, պետությունը թույլատալի խախտումներ լինել։ Ամերիկայում խախտումներ լինում է, բայց խախտումների հետևանքը նա է, որ այսպես ասած reserved արած այնտեղ դրած է, երբ որ պետության նպատակները եւ շահերը սկսում են փոխվել, ասենք օրինակի համար, այսօրվա պրեզիդենտի, ասենք նպատակը եւ ամեն ինչ Ամերիկայի հետ կապված, այսպես ասած, իր վիժնը տարբեր է։ Սո ինքը վերցնում է դա, սկսում է օգտագործել արդեն իր նպատակներով, որովհետև եթե ուզում են համայնքին անմիջապես ինչ-որ վտանգ են տեսնում, որը որ մենք ականատես եղանք լատինական համայնքների նկատմամբ, ժամանակին Ռեգանը նման բաներ արել է, նման policy-ներ, նման այսպես ասած enforcement-ներ եղել է սեփական community-ների նկատմամբ, որոշակի հանցագործությունների դեմ առնելու եւ նաեւ փոքրամասնություններին ավելի ճնշած սպայելու, որովհետեւ ինքը շատ մեծ երկիր է, պարակտումը շատ մեծ է, սո գոյություն ունի այսպես ասած national security հասկացողություն։ Այդ ազգային անվտանգության 9/11-ից հետո Patriot Act-ը օգտագործելով արդեն իրենք կարողանում են դա օգտագործել իրենց նպատակներին։ Հիմա գնալով հետ EDD կոչված խարդախության պատճառով մարդիկ արդեն բերթերում են, արդեն նստած են, որոշակի enforcement-ներ եղավ, բայց հələ դեռ գալիս է։
Edit-ին մյուս կողմից հավաքվում։ Խոշոր սկսել են հիմա Հա, հիմա մանրանում են։ Հիմա ինչ են անում։ Մյուս կողմից էլ այսպես կոչված SBA loan-ները, so pre-COVID, post-COVID։ Հիմա եթե այս ադմինիստրացիան չլիներ ազգային անվտանգության, այսպես ասած, տակ չփորձեր էմիգրացիոն հարցը լուծել, միգուցե այս հանցագործություններին դեռ նախընտրություն չէին տա։ Բայց քանի որ հիմա այս ադմինիստրացիան ուզում է որոշակի փոքրամասնություններից ազատվի, ինչ որ մակրազարդումներ անել, դա օգտագործվել է։ Առիթը օգտագործել շատ մարդկանց դեպորտ անել, այդպես կարող են ասել։ Այո, ասենք եթե հիմա մարդ է, որը որ սպասում է իր էմիգրացիոն կարգավիճակի, կամ մարդիկ են, ովքեր դեռ green card-ով են եւ դեռ Միացյալ Նահանգների citizen-ներ չեն, իրենք անմիջական շատ ավելի հեշտ իրանց հետևից կարող են գալ եւ իրանց դեպորտացիայի ենթարկել առանց որևէ process-ների, որ մարդիկ իրավունք ունեն, չէ, այսպես սահմանադրական իրավունքներ ունեն, իրավաբանի, սա շատ ավելի հեշտանում է այդ գործը, որովհետեւ ցույց է տալի, որ մարդը կոնկրետ հանցագործ է, որը հիմք է տալիս սկսել մարդու դեմ։ Բայց ինչ է հիմա ձևավորվում, արդեն այն մարդիկ, ովքեր որ քաղաքացի են, citizen են, իրանց էլ է դա սկսում վնասել։ Դա է ուզում հարցնել, այսինքն քաղաքացիներին կարող են դեպորտի ենթարկել։ Լավագույն օրինակը։ Այո, լավագույն օրինակը, այսպես ասած, օրենքով գողը։ Իրեն դեպորտացիայի ենթարկեցին Ամերիկայից, ինչի համար բերեցին ապոցենը, ասեցին, որ այն ժամանակ, որ դու դիմել ես citizen-ի, ինչպես բոլորս, ովքեր այստեղ չի ծնվել, ես, դու, մյուսներս, հարց է տալի, ասում է դու կարծում ես, դու երբևէ հանցագործություն ես գործել։ Դու գրում ես ոչ։ Հետո ինքը հետա գալի, ասում է 5 տարի առաջ բիզնեսը որ բացել ես, հոմքերը ունեցել ես, կամ SBA-ին դիմել ես, խաբել ես, հանցագործությունը ապացուցում է, դու անմիջական եւ 9-րդ ատյանը համաձայնվեց պետության հետ։ Երբ որ կռիվը գնաց հասավ 9-րդ ատյան, պարոն Ղազարյանի պետության հետ համաձայնվեց, ասա ժամանակին հանցագործ է եղել, այսինքն հենց քո պոզիցիան Իրանով դա հանցագործություն է, օրենքի խախտում է, եւ դու չես ասել քո citizen-ի application-ի ժամանակ։ Գնում են ձեռներից առնում են denaturalization process-ա դա կոչվում։ Եվ մարդկանց կարան հետ վերադարձնել։ Ինձ էլ ձեզ էլ մյուսներին էլ ովքեր այստեղ չեն ծնվել։ Այո։ Ինչպես դուք արդեն ասացիք, բոլոր ազգերն են այդպիսի հանցագործությունների մեջ ներգրաված եւ ավելի շատ բոլոր էթնիկ խմբերը, այսպես ասենք, լավ ազգել չասեն, եւ ավելի շատ որոշ էթնիկ խմբեր շատ ավելի շատ, ասենք 100 անգամ ավելի շատ այդպիսի ֆրոդների մեջ են, խարդախությունների, բայց երբ որ հանցագործությունը բռնում են, իրենք ասում են, ասենք, Mr. Sim, չգիտեմ ինչ է։ Այո։ Կամ իր խումբը, բայց չեն ասում, ասենք, հրեա էս ինչ է, կամ չգիտեմ, աֆրիկացի են ինչ է, կամ մեքսիկացի նույնիսկ, թեև մեքսիկացիները հենց թիրախավորված էին։ Իսկ հայերի դեպքում ասին հայկական կազմակերպված հանցագործ խումբ եւ mainstream մեդիան էլ ցույց տվեց ինչու։ Դե հիմա նայեք, ոչ միայն հայերի, բայց հայերը հենց կոնկրետ հայեր, այսպես ասած թրենդների հետ դա կապ ունի, ում են թիրախավորված հետևից գալի, ասենք հիմիկվա ադմինիստրացիան օգտագործում է դա Մեքսիկների եւ Լատինական Ամերիկայի դեմ, բայց դուք ճիշտ եք, անգամ գլենդելում որ հանցագործություն է լինում։ Չեմ տեսել, որ ասեն մեքսիկական կազմակերպված հանցավոր խումբ։ Կարող է ասեն ազգության մեքսիկացի են, բայց այդպես որակումներ միգուցե տվել են, չգիտեմ, բայց հայերի հենց խումբը քանի անգամ ես տեսա գլխավոր վերնագրերում գրած էր Armenian Organized Crime Ring. Armenian Organized Enterprise, Armenian Organized Ring, Armenian Organized. Այո, շարունակում են։ Սա ինչ է տալիս մեզ երկու կողմից է սա գալիս։ Նախ առաջինը դա շատ վնասում արդեն, կոնկրետ որպես իրավաբան, այս վերջի դեպքերը որ եղել է, Fox News-ը եկավ եւ գլխավոր դատախազը ֆեդերալ ներկայացավ, այդտեղ կարծես այս քաղաքում ուրիշ մեծ հանցագործություն չէր եղել, այս հայերն էին սաղարը, այսինքն մարդասպանությունները մի օրվա մեջ, ասենք Փամդելում կամ Քամպտոնում 9 սպանություն է լինում, ասենք այդ շերիֆներից դա իմանում եմ, երբ որ պաշտպանում էին նրանց։ Բայց չգիտես ինչի որոշեց, այսպես ասած federal government-ը, որ պետքա գան եւ այդ հայերին Fox News-ով, այսպես ասած advertising-ով հանդերձ ներկանալ ու այս մի քանի հային տանել։ Հասկանալի է, խումբ կա, չափազանցված է, շատ չափազանցված է, բայց ինչ անում, երբ է սկսում փոքրամասնությունը արդեն իր նկատմամբ ուշադրություն գրավել։
հայերը սկսեցին ուշադրություն գրավել, որը ժամանակ լինում է, երբ որ հանցագործը շատանում է, խումբը մեծանում է, ինչպես որ 2010-11 թվականին։ Բայց դրանից հետո ինչ եղավ։ Քովիդի ժամանակ էր եւ քովիդը արդեն վերջանալու, հայերը խմբավորվեցին։ Դրոշակներ բարձրացան, որի մասին որ դեռ այդքան շատ տեղյակ չէին։ Ասենք պատերազմի ժամանակ հայերը խմբավորվեցին, ֆրիվեներ փակեցին եւ սկսեցին դրոշակներ բարձրացնել։ Ազգային անվտանգության խորհրդատուն հայտնվեց Գլենդելում։ Ինչի համար Վաշինգտոնում ուրիշ խնդիրներ չունեին ազգային անվտանգության, այսինքն պատերազմից հետո 20 թվականին է։ Այո, պատերազմի ժամանակ, երբ որ հայերը փորձեցին ֆրիվեներ փակել, դրոշակներ բարձրացնել, դա արդեն պետությանը տվեց, այսպես ասեցին մի հատ Վաշինգտոնից գնացեք, տեսեք ինչա կատարվում երկրում, այսինքն այս ինչ դրոշակներ են, այս ինչ խմբեր են։ Եվ երբ որ սկսում են դաշնային ուժերը ուշադրություն դարձնել, այդ ուշադրության մեջ արդեն սկսում են օգտագործել իրենց ուժը, law enforcement ուժը, հանցագործությունները, այսինքն խմբակային սկսում են թիրախավորել, հայերն էլ առիթը տալիս են, խումբեր կան, վայրագ են, մեղադրանքներ կա, որ ինչ-որ վայրագություններ կա, եւ իրանք իրար մեջ ինչ-որ պրոբլեմներ եւ կոնֆլիկտներ ունեն։ Նորմալ է, բոլոր համայնքներում էլ դա լինում է, բայց սա օգտագործվեց հայկական համայնքը, այսպես ասած ճնշելու, որովհետև եթե դուք նայեք, ասենք մենք բատ ենք զգում, ասում ենք ինչու են մեր վրա հարձակվում կամ ինչ են այսքան չափազանցնում, չէ՞։ Ասենք երբ որ այս խմբերը բռնվում են Լոս Անջելեսում են, դա մեծ նյուզ է, մեծ բան է։ Հիմա այս նույն բանը, որ տեղափոխես Նյու Յորք կամ Մանհեթեն, սա դառնում է ամենափոքրագույն հարցագործությունը։ Եթե մեջը վայրագություններ չկա, ասենք հիմա այս նոր խմբի մեջ ի տարբերություն հին մեծ խմբի, մեղադրանքներ կա, սպանությունների, այսպես ասած, սպանությունների օրդերներ տալ, որոշակի ինչ-որ նմանատիպ բաներ։ Քանի որ դրա մասին խոսիկ մի քիչ ավելի մանրամասն, ինչ որ խոսք էր գնում երկու հայկական հանցավոր խմբերի բախման մասին, ինչ էր։ Դե մեղադրանքը տենց է, որ այն հին խմբից հետո ձևավորվել է օրենքով գողը չկար, տարբեր այսպես գողեր են ուզում պարակտված ինչ-որ ավտոյցետներ, բայց նայեք, դա էլ է շատ սուբյեկտիվ։ Օրինակ ես մասնագետներ ունեմ, կարդացել են այդ ինդայմենտ ասածը մեղադրանքը, բավականին, ասենք, ովքեր որ մասնագետ են, ովքեր գիտեն նմանատիպ կառույցները, ինչպես որ Ռուսաստանում, Հայաստանում ա եղել, հետո հիմա մեջը բավականին սուբյեկտիվ կարծիքներ կա ֆեդերալ էջենտների կողմից ու շատ ավելի, այսպես ասած, ինակրուսիներ էլ կան, այսինքն իրական չի, ինքը չափազանցված է ներկայացվում, դե հիմա բախումներ բոլոր տեղերում ա լինում, բոլոր համայնքներում բախումներում ա, դա սովորական մարդկային ֆակտոր, այսինքն ինչ եղավ, ոնց հայերը ձևավորվեցին խմբերի։ Բոլոր փոքրամասնությունները, դա կլինի Ռուսաստանում, դա կլինի այստեղ, նաև Ամերիկայում, ինչ են անում։ Պաշտպանողական դիրք են բռնում, գալիս են, կուտակվում են միտեղ, սկսում են բախվել մյուս խմբերի հետ։ Դա նորմալ է, դա մարդկային սովորական տենդենցիա է։ Սո այստեղ հայերը եկան, իրանք շատ փոքր են, գոյություն ունեն ավելի մեծ խմբեր, ասաց, ձեր ասացի նման Մեքսիկն է գալի, պապայիցս փող ուզում են, ասաց գիտեք ինչ, մենք ինքներս մենք կխմբավորենք, մենք ինքներս մեզի կպաշտպանենք։ Թող իրենք մեքսիկների հետ հարցեր լուծեն։ Կամ էլ մենք ինքներս մեքսիկների հետ հարցեր կլուծենք։ Հասկանում եք ինչ որ բաներ է, պետությունը ոնց է սկսում կազմակերպել նմանատիպ անօրինական խմբեր են սկսում կազմակերպել։ Սո այդ ձևի հայրը այսպես ասած այդ իրավիճակից ելնելով, կացությունից ելնելով սկսեց ձևավորվել գիտակցություն, որն էլ դե բնական է, եթե այն ժամանակ Ռուսաստանում այսպես ասած օրենքով գողերն էին, Ամերիկայի ամենամեծ ֆենոմենան գյանգերն են։ Այո, դրանք տարբեր բաներ են։ Ես որքանով հասրել եմ ուսումնասիրել գենգերի, ամերիկյան գենգերի, այսինքն եւ սովետի օրենքով գողերի օրենքները, կարգ վարք ու բարքը լրիվ տարբեր են։ Այսինքն դրանք ինչպես են այստեղ միմյանց հետ Ես իհարկե ձեզ աշխարհի մասնագետ չեմ համարում, բայց ամեն դեպքում ծանոթ եք այդ ոլորտին։ Դե ես ոնց եմ ծանոթացել այդ աշխարհի, որ երբ որ աշխատում էինք Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններում, կոնկրետ մասնագետներ կային, այսինքն այն ժամանակ հիմա կարծեմ Կալիֆոռնիան փոխել է, ես ավելի շատ ֆեդերալ քեյսեր եմ անում, գոյություն ունեին գյանգ էքսպերտներ, այսինքն դու բերում էիր ոստիկան, որը որ ինքը մասնագիտացել է դրա վրա, ինքը գալիս էր դատանում ցուցմունք էր տալի, ասենք ասում էր այս թաթուն գոյություն ունի մարմնի վրայի դաջվածքը, նշանակումը, անունները, որոշակի սիմվոլիկաներ եւ իր
տված այսպես ասած վկայության հիման վրա մարդուն կարային ասենք enhancement-եր դառնում։ So, այդպես այս մասնագետները ձևավորվեցին, ովքեր որ սկսեցին դառնալ էքսպերտներ։ So, երբ որ իրանք էքսպերտ են արդեն գալիս են դատախազությունում աշխատում են քեզը, so մենք ենք դառնում էքսպերտ ենք դառնում, եւ դրան գումարած, երբ որ քո անմիջական կլիենտին մեղադրում են նման հանցագործությունների մեջ, դու ինքդ արդեն պետք է էքսպերտ դառնաս, որ այդ մարդուն բերես ապացույց, ասեք դուք արդեն դառել եք։ Ես արդեն դառել եմ, ասիկան, բայց դեպքեր է լինում, մարդիկ ասենք 3-4 հոգով միասին իրար հետ մեծացել են, որոշակի գործարքներ են արել, մեկը կարող է միտեղ ավելի խախտումները շատ արել, մյուսը քիչ, օգտագործում են այսպես ասած ռիկո հանցագործության հոդվածները, որոնք շատ ծանր խիստ հոդվածներ են եւ խմբակայինի համար ամենահեշտն է։ Մի հարց տամ, էլի, քանի որ էքսպերտ եք նաեւ այդ ոլորտում, ժամանակին եղել է Armenian Power, հա, այդպիսի gang, հա, կամ մաֆիա կամ չգիտեմ, հանցագործ աշխարհի խմբավորում հայկական։ Հիմա կա էդի, թե ես ըստ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունների գլխատել են այդ gang-ը եւ հիմա կարելի ասել չկա։ Նայեք, նորից իրականությունը նամարավանդ հիմիկվա աշխարհում իրականությունն ու ներկայացվածը շատ իրարից հեռու են, տարբեր են։ Again, այսպես կոչված, այսպես ճոխացրած, այսպես հանցագործություն ինչ են եղել, ընդհանրապես եղել են մի քանի երեխաներ, որոնք անընդհատ հալածվել են, ասենք տեղի մեքսիկների, մյուսների, չէ՞ որ գալիս են cultural adaptation, լեզուն չգիտեն, միամիտ են, իրար սկսել են հակասել։ So այդպես ձևավորվել են խմբեր։ Հիմա թե հետագայում որոշակի վայրագությունների մեջ են ներգրավել, որոշակի ոչ, բայց դա ավելի մեծ ճոխացրած բանա, հասկացողությունա, քան թե ինքը իրականում եղել է։ Եվ նորից ինքը ձևավորվել է ինքնապաշտպան։ Ամեն տեսակի խմբավորումը, gang ինքը ձևավորվում է ինքնապաշտպանության հիման վրա, երբ որ դու փոքրամասնություն So հայրը փոքրամասնությունների փոքրամասնություն են եղել։ Որոշ ժամանակներում որոշակի բաներ եղել են, որ բռնել են, այսպես ասած ճակերտներով գլխատել են։ Հիմա կարող է ինչ-որ պարակտված, այսպես ասած, հայ խմբեր լինեն, հայ տղաներ լինեն, ասեն շարունակում ենք դա։ Բայց դա նորից ինքը դրանք տենդենցիաներ են, որոնք փոփոխության ենթարկվում։ Գլենդելում փորձել են տարածվել, բայց Գլենդելը եւ Գլենդելի նման քաղաքները մի քիչ ավելի ոստիկանական ուժերը խիստ են եւ ռեսուրսներն են շատ։ Մնացած տեղերում, որտեղ որ community-ները, այսպես ասած, բան են ավելի թողնված են, պետությունը շատ LAPD շեֆները շատ ռեսուրսներ չունեն, որ գնան երեխաներին դպրոցներում լինեն, փորձեն որ փողոցներից հետ պահեն, այդ տեղերում շատ ավելի է զարգանում։ Էմիգրանտ ընտանիքը գալիս է, խեշ մամա, պապան պետքա գնան աշխատեն, այդ երեխան գնում է Նորթ Հոլիվուդում դպրոց, Grand High School։ Մենք այն ժամանակ որ փոքր ենք, այդպես խոսակցություն ունենք, ասում ենք Հայաստանում բանակ ծառայելը ավելի հեշտ է, քան թե Grand High School-ը ավարտելը։ Այո, բարքերը եւ շատ հետաքրքիր է իդեպ դարձյալ մտածում եմ որ կարելի է յուրաքանչյուր թեմա այդպես բացել, բայց մեր հաղորդումը այսպես ամփոփենք եւ խոսեցիք մեր համայնքի թիրախավորման մասին, մեր համայնքի քաղաքական կշիռը բարձրացնելու համար, ճիշտ է, դու քաղաքականությամբ քաղաքական այսպես գործերով չեք զբաղվում, բայց ամեն դեպքում կշիռը բարձրացնելու համար, որ մեր ձայնը ավելի լսելի դառնա, ինչ է պետք եւ ինչն է խանգարում եւ ինչ է պետք անել, այսպես եթե փորձենք ամփոփել։ Բնական է այն համայնքը, որը ունի ներկայացուցիչներ, որը ունի կշիռ, այդ համայնքը եւ ռեսուրսները, եւ պաշտպանությունը, եւ նաեւ ինչ որ վերաբերվում է, ասենք, բնական այս համայնքը շատ ավելի կենտրոնացած է հայրենիքին օգուտ տալու վրա, բայց որպեսզի կարողանան ուրիշին օգուտ տան, պետք է համայնքը ամենաառաջինը կրթություն, այսպես ասած քաղաքացիական կրթություն։ Երեխաները տեղյակ չեն, ինչպես որ ասեցի, ասենց ինչ որ կուտակված բաբլի մեջ ապրում են, այսինքն այստեղ մեծանում են երեխաներ 10-20 տարի, որ իրանք բացարձակ գաղափար չունեն, որ իրանք Ամերիկայում են ապրում, ինձ թվում է հələ դեռ Երևանում են։ Բնական է կրթությունն է պետք, ու այս արդեն վերջի 30 տարվա եկած հայկական համայնքը ինքը արդեն բոլորը ունեն ընտրելու իրավունք, բայց չեն անում, որովհետև դա եկած է այն հին մենտալիտետից, այսինքն պետք է համայնքը, դե հայկական մեր իրականությունը, պառակտվածությունը միշտ կա, անգամ գանգերում են պառակտված, սնեղ էլ իրար հետ միասնական չեն, պառակտվածությունը, բայց ինչ է պետք նոր սերունդին ինֆորմացիա եւ կրթություն, այսինքն ժամանակին եղել է
Դուքմեջյան, որը որ ունեցել է իր հայերի խումբը, որի ժամանակ որ 25-ից ավել դատավորներ են ընտրվել եւ բարձր աստիճանի քաղաքացիական գործիչներ են եղել։ Բնական է դա համայնքին օգուտ է բերել, համայնքին օրինակա ծառայե, իսկ այսօր մեր երեխաների օրինակ ծառայելը որն է, Rolls-Royce-ով Glenox-ի վրա քշերն է, դա այսինքն ամերիկյան իրականությունից այնքան հեռու է, բայց այդ երեխաները եւ ընտրելու իրավունք ունեն արդեն Ամերիկայում եւ Ամերիկայում կարան մեծ ազդեցություն ունեցալ։ Ամենաառաջինը կրթություն, քաղաքացիական կրթություն, որ Ամերիկայում ապրելը ինչ է նշանակում եւ դու ինչ ուժ կարաս ունենաս Ամերիկայում։ Եվ նաեւ այդ համախմբվածությունը, եթե ուզում ենք քաղաքական ազդեցություն ունենալ, քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ պետք է լինեն Վաշինգտոնում, ոչ թե մենք ենք ու մեր Գլենդելը, եւ նաեւ գումարը։ Ամերիկան ամենահեշտ երկիրն է, որտեղ որ դու գումարով կարաս քաղաքական ազդեցությունը ուժեղացնես որպես համայնք եւ օգուտ տաս քո հայրենիքին։ Այսինքն բրիժները փակելով, փողոցները փակելով, դրոշակներով, հա, միգուցե որ ասում է սրտի ուշադրություն է սա։ Հա, ուշադրություն է, բայց այդ ուշադրությունը ինքը երկկողմանի է աշխատել։ Նաեւ այլ ուշադրություն է, այո։ Այդ ժամանակ, երբ որ դա եղավ, մենք արդեն գիտեինք, որ հայկական համայնքին հասնելու է դա որոշակի թիրախային մոտեցում է լինելու, որ սկսելու են, որովհետեւ մեծ պետություն է, ինքը դա ունի, բայց որպեսզի համայնքը միավորվի, կրթությունապետ, երեխաներին կրթությունապետ եւ պետքա ընտրեն եւ համախմբեն մեր հայերիս այսպես ասած ցավոտեղը չհամախմբված լինելն է շատ ցածր է։ Այո, մասնակցությունը շատ ցածր է։ Եվ ամենավերջում ուզում եմ նաեւ տեղեկացնել մեր հեռուստադիտողներին, որ դուք գրասենյակ ունեք Samson Law, իրավաբանական գրասենյակ եւ ըստ էության այն թեմաները, այն ոլորտները, որոնց մասին խոսեցինք, դուք սպասարկում եք, այդպես կարող ենք ասել, քրեական հանցագործություններ, ինչ կոնկրետ հարցերով կարող են ձեզ դիմել։ Հիմնականում իմը կենտրոնացված է ավելի շատ դատական գործի վրա, ես դատարաններում եմ գնում եւ կենտրոնացված է այսպես ասած ֆեդերալ հանցագործությունների վրա եւ ես էլ սահմանադրություն եմ իհարկե դասավանդում, նաեւ սահմանադրական իրավունքի վրա 9-րդ ատյանում եմ ներկայացել 3-0, նմանատիպ հարցեր, ինչով որ կարող եմ օգնել սահմանադրական իրավունք, ֆեդերալ հանցագործություններ, որը որ ցավոք սրտի հայկական իրավաբանության մեջ շատ քիչ ենք, շատ ֆեդերալ այսպես կոչված դատապաշտպանները, իրավաբանները քիչ են։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շատ շնորհակալ եմ։ Զրույցի համար, մանրամասն տեղեկությունների համար, իհարկե մեզ ավելի շատ ժամանակ է պետք, հուսամ առաջիկայում էլի կհանդիպենք։ Հուսանք համայնքին օգուտ կտանք ինֆորմացիա տալ։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, մեզ ուշադիր հետևելու համար։ Իմ զրուցակիցը Մարինա Սամսոնն էր, քրեական գործերով փաստաբան, սահմանադրական իրավունքի պրոֆեսոր, Samson Law իրավաբանական գրասենյակի ղեկավար։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։